ես դիմացս կանգնած մարդուն գիտեի ինքը ով է, իր արժեքը ու իր դիմաց կանգնած արդեն պարտավորություն էր ամեն ձև, որ քեզ ճիշտ պետքա պայես ամեն ինչ ու իրոք երջանիկ եմ։ Վերջի օրերն էր, եթե չեմ սխալվում, որ հայտը պիտի ներկայացնես ու արդեն օգոստոսի 4-ին ինչ որ քննություն պիտի տայր, որ ընդունվեր։ Գնացի ողջույն տիկին Նադեժդա Սարգսյան, ես եմ Հարությունն եմ, բա մի հատ երգի լսեմ։ Ես գիտեի, որ տիկին Սարգսյանը Առնո Բաբաջանին շատ է սիրում, ոգևորված անցումային տարիքս էր, բարձր տոնից երգեցի, եկա որ պիտի հասնեմ կրկներքի հատվածը, ավելի բարձր էր։ Նա ասաց, լավ է, նորմալ, ասաց գնա շուտ ընդունվի։ Դրանից հետո մրցույթների մասնակցեցի ու ամբողջ իր ուղղորդությամբ ինքը ոգևորում էր, ինքը ուսանող տնօրեն հարաբերություն չէր պահում։ Բոլորի հետ ծնողի պես շփվում, խոսում, կիսվում։ Ես ուրախ եմ, որ ճանաչել եմ իրեն։ Ձիգ կին էր։ Դասավանդելու ժամանակ ինքը երբ որ գալիս էր մի հատ լսեր, շատ խիստ էր։ Կապ չունի ում ինչքան շատ ասում, բոլորին շատ սիրում էր, բայց այնում ավելի շատ էր սիրում, ասենք ավելի խիստ էր լինում։ Գիտեմ, այնքան բան ասա չեմ կարա տենց մեկը առանձնացնեմ։ Այն ինչը որ ես հիմա ունեմ, նաև իմ տիկին Սարգսյանի շնորհիվ է իր խորհուրդներով, այդ խորհուրդները սկսած բեմական կեցվածքից, սկսած բեմի վրա քեզ ինչպես պիտի պահես։ Ինձ մի օր ասեց, ես համերգ եմ երգել ու կոշիկս պոկվեց ընկա գետնին, ասում բայց երգիչ ես, պիտի դու կարողանաս, ասում ես մի կերպ, այդ ամեն ինչը սա ու փորձում ենք, այդտեղ դաժե երգելու ընթացքում ինչ որ բաներ էր անում, որ այնց վատ անհարմար իրավիճակներ լինի, ու կոպիտ ասած ինչպես էս էլի այդ ամեն ինչի տակից դուրս գալու։ Դպրոցը որ անցել եմ, շատ ուրախ եմ։